Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 1-ին կատարվեց երեկոյան ժամերգություն եւ միասնական աղոթք։ Այն նվիրված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի առաջնորդության 26-ամյակին։ 2001 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Միքայել Սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել եւ նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ։ Ժամերգությունը Սրբազան հոր բացակայությամբ էր կատարվում։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատարանը նրան 2 տարվա ազատազրկման է դատապարտել։ Հոգևոր ծառայությունը թեմում առաջվա պես շարունակվում է, բայց Սրբազանի բացակայությունը բոլորն են զգում։ Դե պակասը միանշանակ անդրադառնում է, բայց բազում անգամներ ասել ենք եւ ես եւ մեր թեմի հոգեվորականները, որ դրանք փորձում ենք լրացնել ամեն անգամ բնականաբար վերհիշելով Սրբազան հոր հորդորները, խոսքերը եւ ավելիով մեր ծառայությունը բերելով հոգեվոր կյանքի վերածնունդի մեջ Սրբազանը մեծ ներդրում ունի։ Բոլորս է գիտեն գաղտնիքը, որ ինքը թեմի բոլոր գյուղերում այցելել է բազում անգամներ, պատարակներ մատուցել եւ բոլոր գյուղերին ծանոթ է, եւ շատերը որ հիմա արդեն չափահաս երեխաներին փոքր ժամանակվանից են հիշում Սրբազանին, թե ինչպես է այցելել իրենց գյուղ, եւ այդ ամեն ինչը սկսել է մարդկանց մեջ վերածնունդ բերել, հոգեվոր կյանքի վերածննդի մեջ մեծ ներդրում ունի Սրբազանը։ Հիմա եթե յուրաքանչյուր անցորդի էլ հարցնեք, յուրաքանչյուրի սրտում մի փոքր անկյունում վստահաբար պիտի լինի Միքայել arczepiskopos-ը, եւ մենք էլ աղոթքներով դիմում ենք առ Աստված, որպեսզի մեր Սրբազանը առողջ լինի եւ կարողանա այս ընթացքը հաղթահարել եւ ճշմարտությունը վերջի վերջո իհարկե պիտի լուսաբանվի, բացահայտվի։ Ես Սրբազանը շուտով վստահ ենք պիտի վերադառնա իր գահին, առաջնորդական գահին եւ հովի իր շրջանը, իր հովությունը Շիրակի թեմին։ Այսօր իր բացակայությունը միանշանակ մեզ համար ցավալի է, բայց իր անգամ բանտախցից ասված յուրաքանչյուր խոսք ոգևորող է, որովհետև Սրբազան հայրը ոչ միայն առաջնորդ է, այլ նաև ուսուցիչ, ով սովորեցրել է, որ պետք է լինել ճշմարտության կողքին, անգամ երբ որ կարող է լինել ցավոտ հետևանքները եւ իր խոսքին հետևելով այսօր մենք ճշմարտության կողքին ենք եւ որպես առաջնորդ եւ որպես ուսուցիչ իրեն օրինակ ունենալով մեզ համար կարեւոր է նաեւ այսօր աղոթել իր համար։ Մենք հիշում ենք ամեն անգամ փորձում ենք իր թեկուզ խորհուրդները, իր վիդեոները նայում ենք, իր խոսքերն ենք հիշում եւ այս բացակայության ընթացքում մտովի իր ասածները հիշելով ապրում ենք, շարունակում ենք այս ընթացքը մինչեւ իր վերադարձը։ Ես ամեն իրիկուն ժամը 6-ին Սրբազանը 7 վերքի այդ ամբողջ երկարությամբ քայլում էր ու մենք մտավորականները սպասում ենք թե ինքը երբ պիտի անցնի, որ գնանք հանդիպենք մի քանի նախադասություն փոխանակենք։ Հիմա դրա պակասը շատ է զգացվում եւ պատկերացրեք ես որ հաճախակի եմ եկեղեցի գնում, ես աշխատում եմ ներս չմտնել, որովհետեւ իր բացակայությունը այնտեղ կա։ Չնայած շունչը կա, որովհետեւ ժողովուրդը իրեն անչափ շատ սիրում էր, բայց թե անօրինական է ասեմ, հանիրավի է, ամենայն դեպս արտարությունը չի մեռնում։ Մեր Սրբազանին մեր աղոթներով Տիրոջից նորից խնդրենք նորից ազատություն, բայց Սրբազանները ավելի լավ, ինչ խոսք, դե առանց Սրբազան աղը պակաս է։ Սուրբ Ամենափրկիչում աղոթքի էին միաբանված թեմի հոգևոր դասը եւ հավատավոր ժողովուրդը։ Նրանք աղոթեցին Միքայել Սրբազանի եւ մեր մյուս հոգևոր հայրերի, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող անձանց հայ առաքելական եկեղեցու միասնության համար։ Սա հավատքի փորձություն է, որը կվերածվի ուժի աղբյուրի։ Տերնշան քահանա Պանֆյորովը այսպես մեկնաբանեց վերջին շրջանում մեր եկեղեցում կատարվող անցանկալի իրադարձությունները։ Տեր հայրը մեջ բերեց նաեւ Միքայել Սրբազանի խոսքերը. իսկական հոգևորականը բանտից, աքսորից, հալածանքից չի վախենում։ Նրա այս խոսքերը մեզ հիշեցնում են անցյալի մեր սուրբ նահատակների քաջությունը։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայոց եկեղեցին եւ իրական հոգևորականները դարեր շարունակ նամանավանդ հալածանքների, պատերազմների եւ բռնաճնշումների ժամանակ կանգնած են ոչ թե այս կամ այն խմբի, այլ ճշմարտության եւ ազգի կողքին, որի մասին ազատության մեջ հաճախ էր խոսում
մեր բարեխնամ Սրբազան առաջնորդը։ Տերհայրը ընթերցեց նաև օրեր առաջ բանտում Միքայել եւ Բագրատ սրբազանների գրած նամակը։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։